Փառք Աստծուն։ Սիրելիներ, ուզում եմ կարդալ Սաղմոս 121։ Պիտի խնդրեմ կազմակերպված այս ամենը ավարտենք եւ մեր ողջ ուշադրությամբ կլանվենք Տիրոջ խոսքը լսելու համար։ Սաղմոս 121 Աչքերս դեպի լեռներն եմ բարձրացնելու, որտեղից է գալու իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, ով երկինքն ու երկիրը ստեղծեց։ Նա չի դողացնելու քո ոտքը, նա ով պահպանում է քեզ, չի նիրհելու։ Ահա Իսրայելի պահապանը ոչ ննջելու է եւ ոչ էլ քնով է անցնելու։ Տերը քո պահապանն է, Տերը քո հովանին է քո աջ կողմում։ Ցերեկը արևը քեզ չի հարվածելու եւ ոչ էլ գիշերը լուսինը։ Տերը քեզ պահպանելու է ամեն չարիքից, պահպանելու է քո անձը, Տերը պահպանելու է քո ելումուտը այսուհետև մինչև հավիտյան։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ումից է իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է։ Ամեն։ Վերնագրել եմ այսօրվա պատգամը, թեկուզ մի քանի մտքեր եկավ վերնագիր դնելու, որոշեցի վերնագիրը դնել իմ օգնությունը Տիրոջից է։ Եվ պիտի իրար հետ տեղափոխվենք 4-րդ թագավորաց 16-րդ գլուխ, որտեղ մի փոքր պիտի մենք հանդիպենք Հուդայի Աքազ թագավորին, մի փոքր մտնենք իրենց կյանք, իրենց իրականության մեջ եւ որոշակի դասեր քաղենք Աստծո խոսքից։ Ամեն, ինչպես առաջի Կորինթացիների 10-րդ գլխում գրված է, այս ամենը գրվեց, որպեսզի մենք խրատ առնենք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աքազի մասին Աքազի պատմությունը գրված չէ, որ մենք այն իմանանք որպես պատմություն։ Աքազի մասին գրված է, որ մենք դասեր վերցնենք։ 4-րդ թագավորաց 16-րդ գլուխ։ Ուրեմն Իսրայելի թագավոր Ռովմելայի որդի Փակեի 17-րդ տարում Հուդայի վրա թագավոր դարձավ Աքազը, Հուդայի Հովաթամ թագավորի որդին։ Աքազը 20 տարեկան էր, երբ դարձավ թագավոր, եւ 16 տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա ուղիղ չքայլեց Տիրոջ առաջ, ինչպես իր հայր Դավիթն էր ուղիղ քայլել Տեր Աստծո աչքի առաջ, այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով եւ իր որդուն էլ կրակով այրեց այն ազգերի գարշելի սովորությունների համաձայն, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից, եւ զոհ էր մատուցում եւ խունկ էր ծխում բարձր տեղերում ու բլուրների վրա եւ ամեն մի կանաչ ծառի տակ։ Այն ժամանակ ասորիների Ռասին թագավորը եւ Ռովմելայի որդի Փակեն, Իսրայելի թագավորը, վեր կացան պատերազմելու Երուսաղեմի դեմ ու պաշարեցին Աքազին, բայց չկարողացան հաղթել։ Այս ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերագրավեց եւ այն տվեց ասորիներին եւ Հուդայի որդիներին դուրս շպրտեց այնտեղից։ Ասորիները եկան Ելաթ եւ մինչեւ այսօր բնակվում են այնտեղ։ Աքազը պատգամավորներ ուղարկեց Ասորեստանի Թիգլաթ-Պալասար թագավորի մոտ, ասելով. Ես քո ծառան եւ քո որդին եմ, արի եւ ինձ ազատիր ասորիների թագավորի ձեռքից եւ Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա։ Աքազը վերցրեց այն արծաթն ու այն ոսկին, որոնք գտնվում էին Աստծո տանը ու թագավորի տան գանձարաններում, եւ ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։ Ասորեստանի թագավորը նրան լսեց։ Ասորեստանի թագավորը գնաց Դամասկոսի դեմ եւ գրավեց այն ու նրա բնակիչներին գերի տարավ կիր եւ Ռասինին էլ սպանեց։ Աքազ թագավորը գնաց Դամասկոս դիմավորելու Թիգլաթ-Պալասարին, տեսավ Դամասկոսի զոհասեղանը եւ Աքազ թագավորը այդ զոհասեղանի օրինակը ու նրա ձևը ըստ նրա ամբողջ շինվածքի ուղարկեց Ուրիա քահանային։ Ուրիա քահանան մի սեղան շինեց ըստ այն օրինակի, որ Աքազ թագավորը ուղարկել էր Դամասկոսից, եւ այն ավարտեց մինչև Դամասկոսից Աքազ թագավորի գալը։ Երբ թագավորը եկավ Դամասկոսից, տեսավ զոհասեղանը, թագավորը մոտեցավ զոհասեղանի եւ նրա վրա զոհասեղանին եւ նրա վրա ողջակեզներ մատուցեց եւ զոհաբերեց իր ողջակեզը ու իր հացի ընծան եւ հեղեց իր հեղելու նվերը եւ խաղաղության զոհի այրունը շաղ տվեց այդ զոհասեղանի վրա։
պղնձե այն զոհասեղանը, որ տիրոջ տան առջև էր, տաճարի առջևից վերցրեց, հանեց այդտեղից և դրեց նոր զոհասեղանի մոտ։ Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային ասելով. այդ մեծ սեղանի վրա այրիր առավոտյան ողջակեզները ու երեկոյան հացի ընծան, և թագավորի ողջակեզը ու նրա հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզը ու նրանց հացի ընծան, և ողջակեզների ամբողջ արյունն ու զոհերի արյունը հեղիր այդ նոր զոհասեղանի վրա, իսկ այն պղնձե զոհասեղանը թող մնա ինձ գուշակություն անելու համար։ Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես հրամայեց Աքազ թագավորը։ Աքազ թագավորը կոտրատեց Աստծո զոհասեղանի շրջանակյալ տախտակները, ավազանը վերցրեց նրա վրայից և ավազանը իջեցրեց պղնձե եզների վրայից, որոնք նրա տակ էին, և այն դրեց քարի վրա։ Եվ շաբաթի ճանապարհը, որ ծածկված էր, և տիրոջ տան տաճարի մուտքը Ասորեստանի թագավորի համար փոխեց և Ասորեստանի թագավորի համար գահի պատվանդան սարքեց տիրոջ տան մեջ։ Աքազի մնացած գործերը, որ արել է, գրված է Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ, Աքազը ննջեց եւ այլն։ Եվ նույն պատմությունը որոշակի այլ մանրամասնություններով գրված է երկրորդ մնացորդաց 28-րդ գլխում, սիրելիներ, եւ ես սա էլ մի փոքր պիտի կարդամ, մի փոքր հատված եւ կանցնեմ պատգամին։ Միանգամից երկրորդ խոսքից կարդամ, նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, Բահաղիմի համար ձուլածո կուռքեր պատրաստեց, ենով մի որդու ձորում խունկ էր ծխում եւ այստեղ ասում է իր երկու որդիներին զոհ մատուցեց, կրակով այրեց կուռքերի առջև, զոհ էր մատուցում, խունկ էր ծխում բարձր տեղերում, բլուրների վրա, հետևաբար Տեր Աստված նրան մատնեց ասորիների թագավորի ձեռքը եւ նրանք հաղթեցին նրան, շատ գերիներ վերցրին նրանից եւ տարան Դամասկոս, նաեւ Իսրայելի թագավորի ձեռքը ընկավ, որը նրան հաղթեց եւ կոտորած արեց, եւ Իսրայելի թագավոր Փակեն մեկ օրում 120,000 մարդ սպանեց Հուդայում, բոլորն էլ քաջազուն մարդիկ, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ 16 խոսքից շարունակեմ։ Այն ժամանակ Աքազ թագավորը պատգամ ուղարկեց Ասորեստանի Թիգլաթ-Պալասար թագավորին, որ օգնի իրեն, որովհետև Եդովմայեցիները դարձյալ եկել էին Հուդային հարվածել, գերիներ տարել, փղշտացիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրի եւ հարավային կողմի քաղաքների վրա, գրավել Բեցամյուսը, Այեղոնը եւ այլն։ Որովհետև Տերը խեղճացրել էր Հուդային իրենց թագավոր Աքազի պատճառով, ով անօրենություն էր գործել Հուդայում եւ ապստամբել Տիրոջ դեմ։ Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Թիգլաթ-Պալասար թագավորը, նեղեց նրան եւ չօգնեց նրան, թեև Աքազը Տիրոջ տնից, թագավորի տնից եւ բոլոր իշխանների տնից ամեն գանձը վերցրեց եւ տվեց Ասորեստանի թագավորին, բայց նա չօգնեց նրան։ Նա այդ Աքազ թագավորը նեղության մեջ եղած ժամանակ շարունակ մեղք էր գործում Տիրոջ դեմ։ Նա զոհեր էր մատուցում Դամասկոսի աստվածներին, որոնք ջարդել էին իրեն, եւ ասում էր ասորիների թագավորների աստվածները օգնում են իրենց, ես էլ նրանց զոհ մատուցեմ, որ ինձ էլ օգնեն, բայց դրանք իր եւ Իսրայելի անկման պատճառը դարձան։ Աքազը հավաքեց Աստծո տան անոթները, կոտրատեց Աստծո տան անոթները, փակեց Տիրոջ տան դուռը եւ Երուսաղեմի բոլոր անկյուններում զոհասեղան դրեց։ Հուդայի ամեն մի քաղաքում բարձր տեղեր կառուցեց եւ ուրիշ աստվածների խունկ ծխելու համար եւ բարկացրեց իր հայրերի Տեր Աստծուն։ Ափսոս։ Ամենացավալի իրականություններից մեկը այն է, սիրելիներ, որ աստվածապաշտ Ոզիա պապ ունենալուց եւ աստվածապաշտ Հովաթամ հայր ունենալուց հետո Աքազը քայլում եւ ապրում է
կռապաշտության մեջ։ Նրա հայրը աստվածապաշտ թագավոր էր, նրա պապը աստվածապաշտ թագավոր էր։ Այնինչ Թորը քայլեց Իսրայելի պիղծ թագավորների ճանապարհներով եւ քայլեց կռապաշտության մեջ։ Մեծագույն օրհնություն է, ողորմություն եւ պարգև է Աստծուց, երբ զավակներդ Աստծո տան եւ նրա ճանապարհների մեջ են ապրում։ Եվ թող այս բերկրանքը եւ օրհնությունը յուրաքանչյուր քրիստոնյա ծնողի կյանքում լինի։ Ամեն։ Ամեն։ Թող լինի։ Աքազը ոչ միայն աստվածապաշտ մարդկանց հետևորդ էր, այլ նաև իր կողքին ուներ ժամանակի մեծագույն մարգարեներից մեկին Եսայային։ Սիրելիներ, Եսայան փաստորեն Աքազի ժամանակներում գործող մարգարե էր եւ նա ուներ մարգարեի միջոցով Աստծո հստակ խոսքը եւ զգուշացումը եւ քաջալերանքը ուներ, Մեսիայի մասին հայտնությունը ուներ, բայց Աքազը պիղծ էր ու ամբարո, կռապաշտ էր ու անօրեն, վախկոտ էր ու սրբապիղծ, ստրկամիտ էր ու անհավատարիմ, եսասեր էր ու մարդահաճո։ Տեսեք Եսայա 7-րդ գլխում մարգարեն ինչ է ասում Աքազին։ Եվ եղավ, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու Աքազի օրոք ասորիների Ռասին թագավորը եւ Իսրայելի թագավոր Փակեն Երուսաղեմ եկան, որպեսզի պատերազմեն նրա դեմ, բայց չկարողացան տիրել նրան։ Եվ Դավթի տանը լուր տրվեց ասելով. Ասորիքը դաշնակցել է Եփրեմի հետ, ու դող ընկավ նրա սիրտը ու նրա ժողովրդի սիրտը, ինչպես անտառի ծառերն են շարժվում հողմից։ Եվ Տերը ասաց Եսայի մարգարեին. Քո որդու Սեար Հասուբի հետ կտավ սպիտակեցնողի ագարակի ճանապարհին, վերևի ջրավազանի դիմաց, ընթառաջ գնա Աքազ թագավորին, ու ասա նրան. զգուշ եղիր, որ հանդարտ լինես, մի վախենա եւ սիրտը թող չթուլանա այդ ծխացող երկու կիսախանց փայտի ծայրերից, ասորիների Ռասին թագավորի բարկությունից եւ Ռովմելայի որդուց Փակեից, քանի որ Ասորիքը Եփրեմն ու Ռովմելայի որդին քոդեմ չար խորհուրդ խորհեցին ասելով. գնանք Հուդայի վրա, բռնություն գործադրենք նրանց դեմ, մեզ ենթարկենք եւ նրանց վրա թագավոր դնենք։ Դա Բեելի որդուն։ Այսպես է ասում Տեր Աստված. նրանց մտադրությունը չի հաստատվելու եւ դա չի կատարվելու։ Ամեն։ Քանի որ Ասորիքի գլուխը Դամասկոսն է եւ Դամասկոսի գլուխը Ռասինը, Եվս 65 տարի եւ Եփրեմը կդադարի ազգ լինելուց, եւ Եփրեմի գլուխը Սամարյան է, եւ Սամարիայի գլուխը Ռովմելայի որդի Փակեն, բայց եթե դուք չհավատաք, հիրավի դուք չեք մնա։ Գիտեք, ամեն ժամանակ ինձ հիացնում եւ ապշեցնում է Աստծո շնորհքը եւ ողորմությունը։ Թե ով էր Աքազը եւ ինչ էր արել եւ ինչ էր անում Աքազը, նա կարծում եմ միայն դատապարտության եւ կործանման էր արժանի։ Բայց այսքանից հետո Աստված ուղարկում է Եսայա մարգարեին, ասում է գնա Աքազին ասա, զգուշ եղիր, որ հանդարտ լինես։ Մի վախեցիր եւ սիրտը թող չթուլանա։ Ռասինի եւ Փակեի մտադրությունը չի հաստատվելու եւ չի կատարվելու։ Եթե հավատաք, հաստատուն կլինեք, եթե հավատակ կմնաք, եթե հավատակ կնորոգվեք, եթե հավատակ կվերականգնվեք, կհաղթեք, բայց եթե չհավատաք, չեք մնալու, կործանվելու եք, դադարելու եք գոյություն ունենալուց։ Բայց ինչ արեց Աքազը։ Աքազը լսելով Աստծո խոսքը, լսելով Աստծո մարգարեի խոսքը եւ զգուշացումը մարգարեի միջոցով մերժեց այն։ Գիտեք 10-ից 14-ում ես ապշում եմ թե մեծագույն հայտնությունը, տիեզերական հայտնությունը Մեսիայի մասին տրվում է ամենապիղծ թագավորներից մեկին։ Եվ 10-րդ խոսքում Տերը նորից խոսեց Աքազի հետ։
Տեր իմ Աստված, դու այս մարդուց դեռ հույս ունես, Տերը նորից խոսեց, Աքազի հետ ասելով, քեզ համար մի նշան խնդրի քո Տեր Աստծուց, լինի խորունկ տեղերում, թե բարձունքներում, խնդրիր այն, բայց Աքազն ասաց, չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի, նա էլ ասաց, հիմա լսեք, ով Դավթի տուն, միթե փոքր բան է ձեզ համար մարդկանց հոգնեցնելը, բայց դուք իմ Աստծուն էլ պիտի հոգնեցնեք, ուստի Տերը ինքը ձեզ նշան կտա, ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի, և նրա անունը Էմանուել կկոչվի։ Մի տիեզերական հայտնություն, փրկչի մասին հայտնություն, բայց գրված է Աքազը մերժեց Աստծուն, ասեց ոչ, չեմ խնդրի։ Եվ նա ընտրեց կուռքերին ապավինելը, ընտրեց կուռքերին պաշտելը, կործանվեց ինքն էլ, իր ժողովուրդն էլ։ Առաջին միտքը, որ ես վերցրել եմ ինձ համար, սա է, դեռ Տիրոջ խոսքը լսելը և հայտնությունը իմանալը երաշխիք չէ աստվածապաշտ լինելու։ Հնարավոր է խոսքը ոչ միայն լսել, հնարավոր է խոսքը նաև շատ լավ իմանալ, բայց ապրել Աստծո հանդեպ անհնազանդության և ապստամբության մեջ, որովհետև կարևոր է խոսքը ոչ միայն լսող լինել, այլ նաև կատարող։ Ամեն։ Մատթեոս 7-րդ գլխի 24-ից 27 հատվածում մենք մի հայտնի խոսք ունենք, առակ ունենք Տեր Հիսուսից, ասում են, նա ով իմ խոսքը լսում է և կատարում, կնմանեցնե մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Անձրևները եկան, փոթորիկները փչեցին, ջրերը, հեղեղները բարձրացան և զարկեցին այդ տանը, բայց այդ տունը կանգուն մնաց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Եվ նա, ով իմ խոսքը լսում է ու չի կատարում, կնմանեցնե մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա։ Այդ նույն անձրևները եկան, փոթորիկները, ջրերը խփեցին և այդ տունը կործանվեց և կործանումը մեծ էր։ Ամեն։ Դեռ աստվածապաշտ հետնորդներ, նախնիներ ունենալը, դեռ Աստծո մեծագույն մարգարեին կողքը ունենալը, դեռ Աստծո խոսքը լսելը և հայտնությունը ստանալը չի երաշխավորում, որ դու աստվածապաշտ ես։ Խոսքը ոչ միայն լսող լինենք, այլ նաև կատարող։ Ամեն։ 16-րդ գլխի 2-ից 4 խոսքերն ասում են Աքազը 20 տարեկան էր, երբ դարձավ թագավոր, 16 տարի թագավորեց Երուսաղեմում, նա ուղիղ չընթացավ, ինչպես իր հայր Դավիթն էր, այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, իր որդուն էլ կրակով այրեց, այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որ Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից, եւ զոհ էր մատուցում, խունկ էր ծխում բարձր տեղերում, բլուրների վրա ամեն կանաչ ծառի տակ։ Ի տարբերություն, սիրելիներ, հեթանոսական կուռքերի կենթանի և ճշմարիտ Աստծո համար կարիք չկա որդիներին կրակով անցկացնելու։ Ամեն։ Այլ կարիք կա որդիների հետ Աստծո կրակով բոցավառված նրան ծառայելու, նրան պաշտելու և նրան երկրպագելու։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Թող Աստված զորացնի և օրհնի յուրաքանչյուրիս, որ Հեսուի նման կարողանանք կանգնել ու ասել, բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Ամեն։ Փառք Աստծուն։ 7-րդ խոսքում Աքազը գրված է պատգամավորներ ուղարկեց Ասորեստանի Թիգլաթ Պալասար թագավորի մոտ, ասելով. ես քո ծառան և քո որդին եմ, եկ և ազատիր ինձ ասորիների, Ռասին թագավորի և Իսրայելի Փակե թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա։ Ես քո ծառան և որդին եմ։ Մի քանի համարներ, սիրելիներ, ուզում եմ կարդալ Ղուկաս ավետարան 16-րդ գլուխ 13 խոսքը։ Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կպատվի, մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային։ Ծառան երկու տիրոջ չի կարող ծառայել։ Ամեն։
Հովանես 8-րդ գլուխ 31-ից 36 հատվածը լրիվ չեմ կարդա, բայց կասեմ վերջի խոսքը, ասում է, եթե որդին ձեզ ազատի, դուք ճշմարտապես ազատ կլինեք։ Եթե իմ խոսքի մեջ կենաք, այդպես է սկսում հատվածը։ Եթե իմ խոսքի մեջ կենաք, կճանաչեք ճշմարտությունը, ճշմարտությունը ձեզ կազատի, որովհետև եթե որդին ազատի, ճշմարտապես դուք ազատ կլինեք։ Ամեն։ Հռոմեացիների 6-րդ գլխում 16 խոսքն ասում է, ում որ դուք հնազանդվեք, ձեր անձերը որպես ծառա ներկայացնեք, դուք դրա ծառան կլինեք։ Ում ծառայեք, նրա ծառան եք լինելու։ Ում ձեր անձերը հնազանդեցնեք, նրա ծառան եք լինելու։ Մեղքին հնազանդեցնեք, մեղքի ծառա եք լինելու։ Արդարությանը հնազանդեցնեք, արդարության ծառա եք լինելու։ Ընտրությունը մերն է։ Ում ենք հնազանդեցնում մեր անձերը։ Առաջին Կորինթացիս 7-րդ գլխի 23 խոսքը ասում է դուք մեծ թանկ գնով գնվեցիք, մարդկանց ծառա մի դարձեք։ Ամեն։ Գաղատացիներ 4-րդ գլուխ 8-9 խոսքերը։ Սա ուզում եմ կարդամ, կարծում եմ դուք տեսնում եք արդեն ձեր առջև։ Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք իրականում աստվածներ չէին։ Բայց հիմա, երբ Աստծուն ճանաչեցիք, մանավանդ որ Աստծուց ճանաչվեցիք, ինչպես եք վերադառնում այն տկար ու աղքատ սովորություններին, որոնց դարձյալ ուզում եք ծառայել։ Եվ Հռոմեացիներ առաջի գլուխ 21-22 խոսքերը։ Քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծո չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտքերում հիմարացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, ասելով թե իմաստուն են հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդու թրջունների, չորքոտանիների, սողունների պատկերի նմանության հետ։ Աքազ Աստծուն ճանաչում էիր, գոնե պապիտ ու հոր օրոք Աստծուն ճանաչում էիր։ Գոնե տեղյակ էիր այն բոլոր զոհերից, որ պատվիրում էիր, որ քահանան մատուցեր։ Եվ լինելով Աստծո ժողովրդի թագավոր, լինելով Դավթի հետնոր, Դավթի աթոռի վրա նստող մեկը, Աստծուն ճանաչելով, Աստծուն Աստծո պես չփառավորեցիր, այլ գնաց կուռքերի հետևից։ Եվ ինչ արեց։ Պատգամավորներ ուղարկեց Թիգլաթ-Պալասարի մոտ, ասելով ես քո որդին եւ քո ծառան եմ, արի եւ ինձ ազատիր։ Որդի եւ ծառա։ Սիրելիներ, որդի լինելը մեր կարգավիճակն է։ Ուզում եմ մի փոքր այս տարբերությունը մենք հասկանանք։ Որդի լինելը դա մեր կարգավիճակն է, դա մեր հարաբերությունն է Աստծո հետ։ Դա մեր ժառանգորդ լինելն է Քրիստոսի զոհի միջոցով։ Այն Աստծո մեծագույն պարգևը եւ առանձնաշնորհումն է մեզ իր շնորհքի միջոցով։ Ամեն։ Ծառա լինելը մեր կոչումը եւ մեր ընտրությունն է։ Որդի լինելը մեր ընտրությունը չէ, ես քիչ հետո մի քանի խոսք կկարդամ։ Որդի լինելը նրա շնորհքով մեզ պարգևված մեծագույն առանձնաշնորհում է։ Իսկ ծառա լինելը մեր կոչումը եւ մեր ընտրությունն է Աստծո փառքի, նրա անվան եւ իր արքայության համար։ Միայն մեկը կա։ Եթե կարող ես ասել, ասա միայն մեկը կա։ Միայն մեկը կա, որին մենք կարող ենք ասել, որ քո որդին եւ ծառան եմ եւ նա Աստված է։ Ամեն։ Եվ մնացած բոլոր զարգացումները այս ընտրության հետևանք են։ Սիրելիներ, նորից եմ ուզում ասել, միայն մեկը կա, որին մենք կարող ենք կանգնել ու ասել, ես քո որդին ու ծառա եմ, եւ դա մեր Տերն է, մեր Աստվածը։ Եվ մեր կյանքում, բոլորի կյանքում մնացած զարգացումները
այս ընտրության հետևանքն են։ Դու ում որդին ու ծառան ես։ Հետևանքները բխում են սրանից։ Ամեն։ Հովանես ավետարան առաջի գլուխ 12-13 խոսքերն ասում են, բայց ովքեր որ նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, ովքեր հավատում են իր անվանը, որոնք ոչ մարմնից, ոչ մարդու կամքից եւ ոչ էլ արյունից, հապա Աստծուց ծնվեցին։ Ճիշտ է։ Ամեն։ Հռոմեացիներ 8-րդ գլուխ 14 խոսքից։ Ովքեր որ Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներն են, որովհետև դուք ծառայության հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին ստացաք, որով աղաղակում ենք Աբբա Հայր։ Նույն ինքը հոգին էլ վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք, եւ եթե որդիներ ենք, ապա նաեւ ժառանգներ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ լինենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Ամեն։ Որդեգրության հոգին եկավ մեր մեջ, որպեսզի մենք որդիներ դառնանք։ Իսկ ծառաներ լինելու համար մենք ընտրում ենք նրան ծառայելը։ Մենք ընծայվում ենք նրան ծառայելու համար։ Մենք որոշում ենք նրան ծառայել։ Ամեն։ Որդի լինելը մեր կարգավիճակն է Աստծո մեծագույն շնորհքի որդեգրության հոգու գալուստի պատճառով։ Ծառա լինելը մեր ընտրությունն է, նրա սիրո, նրա ողորմության եւ մեր երախտագիտությունը նրան հայտնելու համար։ Մաղաքիա 3-րդ գլուխ 17 խոսք։ Եվ նրանք իմը կլինեն, ասում է Զորքերի Տերը, այն օրը, երբ ես կպատրաստեմ իմ սեփականությունը, ես կխնայեմ նրանց, ինչպես մի մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Որդիներ, ովքեր ծառայում են իրեն։ Եթե կհիշեք Տեր Հիսուս մեկ օր աշակերտներին, որ հավաքել էր, ասում էր, ես ձեզ այլևս ծառաներ չեմ անվանում, դուք իմ բարեկամներն եք։ Սիրելիներ, Աստված մեզ չի կանչել իր ծառաները կամ ստրուկները դարձնելու համար։ Աստված մեզ կանչել է իր որդիները դարձնելու համար, բայց մենք որդիներ ենք, ովքեր արտոնություն ունեն ընտրելու ծառայել իրենց հորը։ Ամեն, որդիներ, ովքեր ծառայում են իրենց հորը։ Օրհնյալ լինի Աստված։ Չորրորդ թագավորաց, նորից վերադառնամ այնտեղ, չորրորդ թագավորաց 16-րդ գլուխ 8-րդ խոսքում ասում է. Աքազը վերցրեց այն արծաթը ու այն ոսկին, որոնք գտնվում էին Տիրոջ տան ու թագավորի տան գանձարաններում եւ ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։ Երկրորդ մնացորդած 28-21-ում ասում էր. ոչ միայն Աստծո տան գանձարանի ողջ հարստությունը, թագավորի տան գանձարանի ողջ հարստությունը եւ իշխանների տները գրված է կողոպտեց, ամբողջովին դատարկեց եւ ուղարկեց Ասորեստանի Թիգլաթ Պալասարին որպես պարգև։ Եվ գիտեք ինչ էր գրված։ Գրված է թագավորը այդ ամենը ընդունեց, բայց Աքազին չօգնեց։ Հերթական միտքը, որ ես ուզում եմ ասել, այն դասը, որ ես վերցրել եմ ինձ համար, աշխարհը երբեք չի հրաժարվի մեզնից ընդունել Աստծո պարգևած եւ Աստծուն պատկանող ամենաթանկ արժեքները։ Հա? Աշխարհը երբեք չի հրաժարվի դրանք ընդունել։ Աշխարհը կվերցնի մեր ժամանակը, կվերցնի մեր եռանդը, կվերցնի մեր տաղանդները, կվերցնի մեր ջանքը, ֆինանսները, կարողությունները, հմտությունները, աշխարհը կկողոպտի մեզ, կթալանի մեզ, կսնանկացնի մեզ հոգևորապես եւ մեզ կթողնի կոտրված
միայնակ եւ հիասթափված։ Իսկ Աստված ինչ է ասում։ Առաջի Հովհաննես 2 գլուխ 15 խոսքից։ Բայց Աստված ասում է՝ մի սիրեք աշխարհը, եւ ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրում է, հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ցանկությունը եւ աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը հորից չէ, այլ աշխարհից։ Աշխարհն էլ կանցնի, նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքը կատարողը կմնա հավիտյան։ Ամեն։ Ուրեմն աշխարհը կվերցնի ամենաթանկ բաները, որ Աստված պարգևել է մեզ։ Այդ ամբողջ գանձարանի, հոգևոր գանձարանի բոլոր գանձերը, որ Աստված տվել է մեզ, աշխարհը այդ ամենը կվերցնի, աշխարհը մեզ կթալանի, աշխարհը մեզ կսնանկացնի եւ մեզ կթողնի միայնակ, կոտրված եւ հիասթափված։ Իդեպ, այս 3 բառերը պատահական չեմ ասում, որովհետև Թիգլաթ-Պալասար արամեերենից թարգմանաբար նշանակում է կոտրող, հիասթափեցնող եւ խանգարող։ Ոչ մի պատահական բան չկա։ Թիգլաթը կվերցնի ամենը, ինչ որ Աստված տվել է, ինչ որ Աստծո տան գանձարանում է, ինչ որ տվել է քեզ, ինչ որ տվել է քո իշխաններին, աշխարհը ամեն բան կվերցնի, Թիգլաթը ամեն բան կվերցնի, բայց քեզ կթողնի կոտրված, բայց քեզ կթողնի միայնակ եւ հիասթափված։ Ինչու՞, որովհետեւ աշխարհը չի կարող քեզ տալ այն եւ չի ուզում քեզ տալ այն, ինչ որ դու ակնկալում ես։ Աշխարհը միայն թալանում է մեզ։ Դրա համար Տերն ասում է՝ մի սիրեք աշխարհը եւ այն ամենը, ինչ որ աշխարհի մեջ է։ Ես որոշել եմ մերժել Թիգլաթին ապավինելը։ Ամեն։ Եվ որոշել եմ մերժել նրան ընծայվել, այլ որոշել եմ նվիրվել ու ապավինել կենթանի եւ ճշմարիտ Աստծուն եւ իմ կյանքի ամենաթանկ բաները եւ բոլոր գանձերը բերել նրա առաջ։ Ամեն։ Տերը օրհնի քեզ։ 4-րդ Թագավորաց 16-րդ գլխի 10-րդ խոսքը։ Չորրորդ Թագավորաց, եկեք ստեղից կարդամ, 16-րդ գլուխ, 10-րդ խոսքն ասում է. «Եվ Աքազ թագավորը գնաց Ասորեստան Թիգլաթ-Պալասար թագավորին հանդիպելու եւ Դամասկոսում եղած զոհասեղանը տեսավ»։ Զոհասեղանին քիչ հետո կանցնեմ։ Աքազը Թիգլաթին հանդիպելու համար գնաց Դամասկոս։ Կոտրողին, խանգարողին, հիասթափեցնողին հանդիպելու համար, որից օգնություն էր ակնկալում, գնաց Դամասկոս։ Իդեպ, որոշեցի փնտրել, թե Դամասկոս ինչ է նշանակում։ Դամասկոս նույն ասորերենից թարգմանվում է ջրարբի հող, լավ ոռոգված հող։ Աշխարհը հաճախ այդպիսի տպավորություն է թողնում։ Դուք հասկանում եք, ես այս ամենի հոգևոր իմաստն եմ խոսում։ Աշխարհը հաճախ շատ ոռոգված, շատ արգասաբեր, շատ պտղաբեր տպավորություն ունի։ Ինչպես խոսքն էլ ասում է, նայում եք, տեսնում, որ ամբարիշտները բարգավաճում են եւ նախանձում եք եւ փափագում եք։ Դամասկոս թարգմանվում է արգասաբեր ոռոգված ջրարբի հող։ Աքազը գնաց այդ ոռոգվող ջրարբի վայրը կոտրողին եւ հիասթափեցնողին հանդիպելու եւ նրանից օգնություն ընդունելու։ Ակամայից հիշում եմ Աբրահամին ու Ղովտին, որոնց բաժանվելու ժամանակ Ղովտը ընտրեց, հիշում եք պատմությունը, երբ Աբրահամի եւ Ղովտի հոտերը մեծացել էին, հովիվները շատացել էին, անասունները շատացել էին, նախիրները շատացել էին եւ իրանց համար էլ այդ երկրում որտեղ կային տեղ չկար եւ անընդհատ հովիվների մեջ կռիվ էր լինում
Եվ մի օր Ղովտը եկավ, ասեց, սենց չենք կարա շարունակենք, պիտի բաժանվենք։ Աբրահամն էլ ասեց, հարց չկա, որ կողմ դու գնաս, հակառակը ես կգնամ, աջ կգնաս, ձախ կգնամ, ձախ կգնաս, աջ կգնամ։ Եվ Ղովտը նայեց Հորդանանի ամբողջ հովիտը, կանաչ, պտղաբեր, արգասաբեր, եւ որոշեց այդ կողմը գնալ, գնաց եւ իր վրանը խփեց Սոդոմի մոտ։ Կարծում եմ, ստեղ հերիք է արդեն, այս վերջի բառը։ Իսկ Աբրահամը մնաց Քանանի երկրում։ Դեռ այն ինչը արգասաբեր է երևում, դեռ շատ օրհնաբեր չէ։ Եթե շատ ոռոգվում էր Հորդանանի հովիտը, շատ կանաչ էր, շատ խոտավետ էր, շատ պտղաբեր էր, դեռ չի նշանակում, որ Աստված այնտեղ է։ Որտեղ որ բարգավաճում կա, չի նշանակում, որ Աստված այնտեղ է։ Եվ չի նշանակում, որ Աստված ուզում է, որ դու այնտեղ լինես։ Ամեն։ Մեզ համար Դամասկոսը չէ կարևոր, մեզ համար Հորդանանի հովիտը չէ կարևոր, մեզ համար արգասաբեր ջրարբի վայրերը չեն կարևոր, մեզ համար կարևոր է լինել այնտեղ, որտեղ մեր Աստված է։ Ամեն։ Եվ որտեղ որ ինքն է ուզում, որ մենք լինենք, օրհնյալ լինի մեր Տերը։ Այնինչ կարևոր չէ միջավայրի արգասաբերությունը, կարևորը Աստծո հետ եւ Աստծո ուզած տեղում լինելն է։ Երբ մենք նեղությունների, դժվարությունների եւ հարձակումների մեջ ենք, պետք չէ Դամասկոս գնալ, Թիգլաթին հանդիպելու։ Երբ տաճարը քեզ մոտ է, երբ տաճարը քո քաղաքում է, երբ ես Աստծո տուն պիտի գնամ, ես նրա առաջ պիտի երևամ, ես նրան պիտի երկրպագեմ, երբ ես նեղությունների, դժվարությունների մեջ եմ, ես դեպի նրա տունը պիտի վազեմ, ես նրա ներկայության մեջ պիտի վազեմ, ես նրա երեսի առաջ պիտի երևամ, նրա երեսը պիտի փնտրեմ, նրան պիտի երկրպագեմ, նրան պիտի հանդիպեմ, իմ ներքին սենյակում նրան պիտի փնտրեմ, որովհետև իմ հույսը եւ իմ ապավենը իմ Տեր Աստվածն է։ Ամեն։ Կարող ես ասել ամեն։ Ամեն։ Հալելույա։ Տերը պահի կյանքում երբեք Թիգլաթ Պալասարին ապավինելու կարիք չունենանք։ Տերը պահի մեզ այդ մոլորությունից։ Երկրորդ մնացորդած 28-րդ գլխում 24-25 խոսքերում մի հատված է գրված է Աքազը տիրոջ տան բոլոր անոթները, որոնք ծառայում էին Աստծուն պաշտելու, երկրպագելու այդ բոլոր զոհերի արյունը հեղելու, խմիչքի, ընծաներ, հացի ընծայի բոլոր անոթները, որով տիրոջ տանը քահանաները ծառայում էին Աստծուն։ Աքազը այդ բոլոր անոթները կոտրատեց եւ տիրոջ տան դռները փակեց եւ բոլոր բարձր տեղերում եւ ամեն կանաչ ծառի տակ կուրքեր շինեց եւ խունկ ծխեց եւ Իսրայել Հուդային էլ ստիպեց, որ կուրքերի պաշտեն։ Երբ նա օգնություն չստացավ, դե ինչպես պիտի ստանար, երբ մեկը հանդիպել է կոտրողին, խանգարողին եւ հիասթափեցնողին։ Ու երբ նա այդ ամենը տալուց հետո օգնություն չստացավ, բարկացած վերադարձավ Երուսաղեմ ու Աստծո առաջ խոնարհվելու, ապաշխարելու փոխարեն բարկացած Աստծո տան բոլոր անոթները հանեց կոտրատեց եւ Աստծո տան դռները փակեց։ Այդ նշանակում էր արգելեց ծառայությունը, արգելեց քահանաներին մտնել Աստծո տունը, արգելեց ժողովրդին գալ Աստծո տունը եւ Տիրոջը զոհ մատուցել եւ Տիրոջը երկրպագել։ Քանի որ հիասթափեցնողը հիասթափեցրել էր նրան, Տիրոջը դառնալու, ապաշխարելու, վերականգնվելու փոխարեն կոտրեց Աստծուն մոտենալու, Աստծուն ծառայելու ամեն հնարավորությունը։ Վերջնականապես հեռացավ Աստծուց, փակեց դռները։ Սիրելիներ, երբ ես խորհում եմ, ես մտքի շուրջ նկատեցի, որ ափսոս շատ քրիստոնյաներ
կամ որոշ քրիստոնյաներ, եկեք այդպես անվանեմ, դժվարություններ, մարտահրավերներ, նեղություններ, հարձակումներ, խնդիրներ ունենալու պարագայում Աստծուն ավելի մոտենալու, նրան հանձնվելու եւ ապավինելու փոխարեն հետ են գնում աշխարհ։ Եվ թողնում են իրենց փրկագնող Աստծուն։ Տերը պահի բոլորիս։ Երբեք Տերը չասաց, դուք նեղություններ չեք ունենալու։ Բայց Տերը խոստացավ, որ ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Երբ նեղություններ ենք ունենում, եկեք չգնանք Դամասկոս, հոգևոր իմաստով։ Եկեք չապավինենք Թիգլաթ Պալասարին, եկեք վազենք Տիրոջ տունը, եկենք գանք Աստծո առաջ, նրա առաջ երևալու, նրան ծառայելու, նրան երկրպագելու եւ նրանից սպասելու մեր օգնությունը։ Ամեն։ 4-րդ թագավորաց 16-րդ գլուխ 10-ից 17 հատվածում Եվ Աքազ թագավորը Ասորեստանի Թիգլաթ Պալասար թագավորին հանդիպելու համար Դամասկոս գնաց։ Սա խոսեցինք։ Բայց մի զարմանալի բան տեղի ունեցավ։ Ցավալի դժբախտություն։ Դամասկոսում եղած կուռքերի զոհասեղանը տեսավ։ Մի զոհասեղան տեսավ Դամասկոսում եւ գայթակղվեց։ Ամենահարմար բառը, որ մտածում է ինչ ասեմ, խփնվեց այդ զոհասեղանի վրա։ Եվ Աքազ թագավորը այդ զոհասեղանի կրկնօրինակը արեց, ընդօրինակումը, ձևերը, բոլոր հմտություններով հանդերձ Ուրիա քահանային ուղարկեց։ Եվ Ուրիա քահանան մի զոհասեղան կառուցեց այն ամենի համաձայն, որ Աքազ թագավորը ուղարկել էր Դամասկոսից, եւ մինչև Աքազի վերադառնալը Ուրիան արդեն կառուցեց այդ զոհասեղանը։ Եվ երբ թագավորը Դամասկոսից եկավ, տեսավ այդ զոհասեղանը, եւ թագավորը մոտեցավ զոհասեղանին ու նրա վրա զոհեր մատուցեց։ Իր ողջակեզի ու հացի ընծան այրեց, խմիչքի ընծան հեղեց, իր խաղաղության զոհի այրունը զոհասեղանի վրա սրսկեց, նաեւ Տիրոջ առջև գտնվող պղնձե զոհասեղանը, Տիրոջ տաճարի մուտքի առջև եղող զոհասեղանը, որը կառուցված էր Սողոմոնի միջոցով, պղնձե զոհասեղանը հանեց տաճարից եւ այդ նոր զոհասեղանը կանգնեցրեց Աստծո զոհասեղանի փոխարեն։ Եվ Աքազ թագավորը Ուրիա քահանային հրամայեց ասելով. առավոտյան ողջակեզը, իրիկնային հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզը, նրանց հացի ընծան, նրանց խմիչքի նվերները, այդ ամենը այսուհետ այդ մեծ զոհասեղանի վրա կմատուցես, ողջակեզների զոհերի այրունը նրա վրա պետք է սրսկես, իսկ պղնձես զոհասեղանը, որը Աստծո զոհասեղանն էր, ես ինձ համար կօգտագործեմ գուշակություն անելու համար։ Եվ 16 խոսքը, որ շատ ցավալի էր, ասում է, եւ Ուրիա քահանան արեց այն ամենը, ինչ հրամայեց Աքազ թագավորը։ Ինչպիսի ողբերգություն։ Որքան էլ տպավորիչ, գայթակղիչ եւ փառավոր երևա Դամասկոսի զոհասեղանը, այն Աստծո զոհասեղանը չէ։ Ամեն։ Մեծագույն ողբերգություններից մեկն այն է, որ աշխարհային որոշ արժեքներ, սկզբունքներ, կրոնական կամ ծիսական մոլորություններ կարող են փոխարինել Աստծուց տրված հոգևոր ու ճշմարիտ արժեքներին։ Դրանք կարող են շատ նման լինել հոգևոր ու ճշմարիտ արժեքներին, բայց հոգևոր չեն։ Դրանք կարող են շատ կրոնական լինել, բայց հոգևոր չեն։ Դրանք կարող են շատ ճշգրիտ, գրագետ, անսխալական լինել, բայց Աստծուց չեն։ Այն կարող է Աստծո զոհասեղանից ավելի մեծ լինել, ավելի փառավոր լինել, ավելի ճոխ լինել, ավելի հիասքանչ լինել, ավելի գայթակղիչ լինել, բայց դա Աստծունը չի։ Ամեն։ Մենք կարիք չունենք ընդօրինակելու եւ կրկնօրինակելու այն, ինչ աշխարհը անում է իր կուռքերին հաճեցնելու համար։
Աստված մեզ տվել է իր սուրբ օրենքը եւ պատվիրանները։ Աստված մեզ տվել է իրեն մոտենալու, իր առաջ երևալու եւ իրեն երկրպագելու ձևն էլ, կարգն էլ, կանոնն էլ։ Եվ մենք չենք կարող իրեն մոտենալու պաշտել, ինչպես մենք ենք ուզում եւ մեզ է հաճելի։ Մենք նրան կարող ենք մոտենալ, նրան պաշտել ու երկրպագել, ինչպես ինքն է ընդունում եւ ինչպես ինքն է հավանում։ Ամեն։ Օրհնյալ լինի նրա անունը։ Աստված է կարգը դնողը։ Հռոմեացիների 12-րդ գլխում առաջի երկու խոսքերում մի հատված կա, ասում է. թող ձեր զոհը ընդունելի պատարագ լինի։ Կարևոր չէ ես ու դու ինչ կանենք, ինչքան գեղեցիկ կանենք, ճոխ կանենք, փառավոր կանենք, երևացող կանենք, ամենակարևորն այն է, որ այն ինչ մենք անում ենք, ընդունելի լինի Աստծո մոտ։ Ամեն։ Եվ այդ ողջ արածի արժեքը կայանում է դրանում, այն ընդունվեց թե ոչ։ Եվ եթե չընդունվեց, այն ունայնություն է ունայնությանց։ Ամեն։ Օրհնյալ լինի Տերը։ Տերն է դնում կարգը։ Հերթական միտքը, որ ուզում եմ ասել, անկախ նրանից, թե որքան ճշգրիտ, որքան գրագետ, կրոնական տեսանկյունից որքան անսխալական ու կազմակերպված գործունեություն, ծառայություն կամ պաշտամունք է մատուցվում, եթե այն մատուցվում է, կատարվում է սխալ շարժառիթով, եթե այն մատուցվում է պիղծ ու անարգ դիտավորությամբ, եթե այն մատուցվում է սեփական եսի փառքի համար եւ օտար զոհասեղանի վրա, այդ պաշտամունքը դատապարտված է անեծքի, կործանման եւ Աստծո կողմից մերժման։ Թեկուզ որ մատուցվում էր այդ զոհասեղանի վրա, մատուցվում էր Աստծո դրած զոհերը։ Այն հացի ընծան, խաղաղության զոհը, խմիչքի ընծաները, այդ ամեն ինչ որ անում են, դա Աստծո դրածներ։ Դա Աստծո զոհներ։ Աստծո սովորեցրածներ։ Մովսեսի միջոցով Աստծո հայտնածներ։ Կարևոր չի, թե դու որքան ճշգրիտ կանես դրանք, եթե դա մատուցվում է սխալ զոհասեղանի վրա, այն դատապարտված է անեծքի ու կործանման։ Եթե շարժառիթները սխալ են, եթե դիտավորությունները պիղծ են, եթե կենտրոնում եսն է, անձն է, փառավորվողը մարդն է, այդ ամենը դատապարտված է կործանման։ Ամեն։ Իսկ ամենափոքր բանը, եթե այն արվում է Տիրոջ անունով եւ Տիրոջ անվան փառքի համար, դա փառավորում է Աստծուն։ Օրհնյալ լինի նրա անունը։ Տիրոջը տուր քո ամենափոքրն էլ, ամենամեծն էլ։ Ինչ որ անում ես, արա նրա անվան համար, նրա փառքի համար, որպեսզի նա փառավորվի։ Ամեն։ Ամեն։ Ցավալի իրողություններից մեկն էլ այն էր, որ Ուրիա քահանան շատ արագ կառուցեց այդ զոհասեղանը, մինչև թագավորը կվերադառնար Դամասկոսից։ Եվ 16 խոսքն ասում էր Ուրիա քահանան արեց այն ամենը, ինչ հրամայել էր Աքազ թագավորը։ Դե լավ, Աքազը կռապաշտ էր, Աքազը արդեն հեթանոս էր, Աքազը երկրպագում էր Թիգլաթ Պալասարին, Աքազը մերժել էր Աստծուն, Աքազը Աստծոտան գանձերը հանել էր, անոթները կոտրատել էր, դռները փակել էր։ Ինչ արել էր Աքազը, արել էր Աքազը, բա դու Ուրիա։ Ինչի թագավորն է որոշում, թե ոնց պիտի պաշտամունքն ու ծառայությունը մատուցվի։ Իսկական եւ ճշմարիտ քահանայությունը եւ Աստծո ծառայությունը կախված չէ թագավորի կմահաճույքից եւ այն հիմնված չէ թագավորների հրամանների վրա։ Իսկական քահանայությունը եւ Աստծո ծառայությունը հիմնված է Աստծո օրենքի, նրա հաստատած կարգի վրա։ Այդ ծառայությունը ուղղված է Աստծուն եւ նպատակ ունի պաշտելու, փառավորելու Աստծուն իրեն ընդունելի եւ իրեն հաճելի կերպով։ Ամեն։ Մեռնեիր ու չանեիր։ Եթե պիտի գային քեզ կրակով անցկացնեին, դու լինեիր հերթական զոհը։ Մեռնեիր ու չանեիր, որովհետեւ դու պիտի չանեիր։ Թագավորն է դարձել հեթանոս, դու ես դարձել հեթանոս։ Դամասկոսից չի հասցրել գա, զոհասեղանը պատրաստ է արդեն։
Բոլոր զոհերը, ընծաները, ժողովրդի են, ինչ որ պետք է անեք, դրա վրա կանես, հարց չկա։ Ոնց ասեց թագավորը, տենց արեց։ Այնինչ, մենք Աստծո խոսքում շատ մարգարեների ու քահանաների օրինակներ ունենք, որոնք չեն հնազանդվել աստվածամերժ, պիղծ, կռապաշտ թագավորներին, հանդիմանել են նույնիսկ նրանց։ Սամվել մարգարեն Սավուղի դեմ, Միքիան Աքաբի դեմ, Հովանես Մկրտիչը Հերովդեսի դեմ, Երեմիա մարգարեն մի քանի թագավորների դեմ։ Մեռել են, տանջվել են, հալածվել են, ծեծվել են, գուբն են գցվել, ջրհորն են գցվել, սպանվել են, սղոցվել են, բայց կռապաշտ թագավորի ասածը չեն արել, մի հատ էլ հանդիմանել են։ Հռոմեական կայսրության ժամանակ կայսրները համարվում էին աստվածներ և պահանջում էին պաշտամունք և դա հաստատված էր օրենքով և հրամանով։ Այնինչ շատ քրիստոնյաներ գերադասում էին մեռնել, այրվել, գազանների կողմից հոշոտվել իրենց ճշմարիտ Աստծո համար, բայց չէին պաշտում կայսրին որպես Աստված։ Ամեն։ Քրիստոնյաներ գերադասում էին մեռնել, բայց կայսրին չէին պաշտում։ Իսկ Ուրիան շատ արագ և շատ ակուրատնի, շատ կազմակերպված Աստծո զոհասեղանը տաճարից հանեց, Դամասկոսի զոհասեղանի կրկնօրինակը սարքեց, բոլոր թեկուզ տաճարի դռները փակեն, Աստծո զոհասեղանն էլ թույլ տվեց, որ թագավորը տանի իր անձնական գուշակությունների համար օգտագործի։ Ինչպիսի ողբերգություն։ Ողբերգությունը կայանում է նրանում, որ ոչ միայն թագավորն է կռապաշտ, այլ նաև քահանան է կռապաշտ։ Տերը պահի մեզ։ Ամեն։ Կարևոր չէ ինչ օրենքներ կգրվեն։ Կարևոր չէ ինչ հրամաններ դուրս կգան։ Մեզ համար կա մի գերակա օրենք։ Աստծո օրենքը եւ Աստծո խոսքը եւ նրա պատվիրանները, որի համար, որով ոչ միայն մենք պիտի ապրենք, այլ նաև դրա համար պիտի մեռնենք, եթե պետք լինի։ Ամեն, Տերը օրհնի մեզ։ Եվ վերջին հատվածն եմ ուզում ասել եւ կկանգնենք աղոթքի։ 4-րդ Թագավորաց 16-րդ գլխի 18 խոսքը ասում է. «Եվ Աքազ թագավորը Ասորեստանի Թիգլաթ Պալասար թագավորի համար Տիրոջ տան մուտքը փոխեց եւ Տիրոջ տան մեջ գահի պատվանդան կառուցեց Ասորեստանի թագավորի համար»։ Հնարավոր է, որ այս թարգմանության մեջ դուք դա չեք տեսնում։ Ես շատ թարգմանություններ նայեցի եւ իրականում սա է գրված։ Բավական իրարամերժ թարգմանություններ կա այս խոսքը։ Աստծո տան մուտքերը Աստծո կողմից փրկագնված, նրան հավատացող, նրան փնտրող, նրան սիրող ու երկրպագող մարդկանց համար են։ Ամեն։ Տիրոջ տան մուտքը մեր համար է։ Տիրոջ տունը մուտքն էլ բաց է իրեն սիրողների համար, իրեն փնտրողների համար, իրեն հավատացողների համար, նրան երկրպագողների համար։ Իսկ թե Աստծո տան մեջ, թե մեր սրտերում, մեր կյանքերում գահը միայն Աստծո համար է։ Ամեն։ Կարող ես ձեռքդ բարձրացնել, ասել, իմ կյանքում գահը միայն Աստծո համար է։ Իմ սրտում գահը միայն Աստծո համար է։ Հալելույա։ Միայն Աստված իրավունք ունի նստելու իմ սրտի եւ իմ կյանքի գահին եւ փառավորվելու իր տաճարի մեջ։ Երկու համար եմ կարդում, սիրելիներ, Առաջի Կորինթացիներ 3-րդ գլուխ 16-17 խոսքերը, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե գահ կա մեր տաճարում, դա Աստծո հոգու համար է։ Ամեն, դա Աստծո համար է։ Եթե մեկ Աստծո տաճարը ապականի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծո տաճարը, որ դուք եք։ Եվ 6-րդ գլխի 19-20 համարները ասում է, կամ չգիտեք,
որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որը ձեր մեջ է եւ որին Աստծուց ունեք եւ դուք ձեր անձերի տերը չեք, որովհետեւ դուք մեծ գնով գնվեցիք, ուրեմն փառավորեք Աստծուն ձեր մարմիններում եւ ձեր հոգիներում, որոնք Աստծուն են պատկանում։ Տաճարն էլ է Աստծունը, գահն էլ է Աստծունը, մենք էլ ենք Աստծունը, ամեն բան Աստծունն է, գահը Աստծունն է եւ միայն նա պիտի փառավորվի մեր կյանքերի մեջ եւ ուրիշ ոչ ոք։ Ամեն, ամեն, օրհնյալ լինի Տերը։ Ես պիտի խնդրեմ փառաբանությունը վերև գա եւ ուզում եմ վերջաբանը խոսել։ Ովսե 5-րդ գլուխ։ Փաստորեն ես հայտնաբերեցի, որ այս կռապաշտ թագավորը ոչ միայն իր կողքը ուներ ժամանակի մեծագույն Եսայա մարգարեին, այլ նաև Ովսեին ուներ։ Ովսե մարգարեն էր այդ ժամանակներում նաև ծառայում Իսրայելում։ Եվ տեսեք Ովսեի մարգարեության 5-րդ գլխում ինչ է գրված։ Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան եւ մեծ թագավորի մոտ մարդ ուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը, որովհետեւ ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար եւ կոյրունի պես Հուդայի տան համար, եւ ես պիտի պատառոտեմ եւ գնամ, պիտի տանեմ եւ ազատող չի լինելու։ Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը եւ իմ երեսը փնտրեն, երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն ու խնդրեն։ Ինչ է ասում Ովսեն։ Ովսեն ասում է. գնացիք Ասորեստանի թագավորին խնդրեցիք ձեր նեղության մեջ, ձեր հարձակումների մեջ, ձեր խնդիրների եւ դժվարությունների մեջ, բայց ձեզ ասում եմ, Ասորեստանի թագավորը ձեզ առողջացնել չի կարող եւ ձեր վերքը բուժել չի կարող։ Եվ ես կպատառեմ ձեզ, ես կբզկտեմ, իմ թարգմանության մեջ գրված է, ես կտանեմ, ազատող չի լինի, կվերադառնամ իմ տեղը, թեկուզ որ ես այցելել էի ձեզ, ես կվերադառնամ իմ տեղը, մինչև որ դուք խոստովանեք ձեր հանցանքները, մինչև որ իմ երեսը փնտրեք ու թախանձանքով խնդրեք ինձ, ու ես ձեզ կբուժեմ։ Ամեն, օրհնյալ լինի Տեր Աստված։ Ասորեստանը մեզ առողջացնել չի կարող։ Թիգլատ Պալասարը մեր վերքը բուժել չի կարող։ Աշխարհը մեզ օգնել չի կարող։ Աշխարհը մեր խնդիրներին լուծում տալ չի կարող։ Անիրավությունը մեզ հաջողություն տալ չի կարող։ Մեր վերքը կարող է բուժել միայն մեր Աստված։ Մեզ առողջացնել կարող է միայն մեր Աստված։ Ուրեմն եկեք կանգնենք ոտքի, սիրելիներ։ Ուրեմն ինչ անենք։ Ուրեմն Տերը 3 քայլ է ասում։ Տերն ասում է ուրեմն ապաշխարենք։ Ապաշխարենք, խոստովանենք մեր մեղքերը։ Եթե մենք մեզ սխալ ենք պահել, եթե մենք Տիրոջը դիմելու փոխարեն այլ երգել, լուծումներ եւ օգնություններ ենք փնտրել, եթե մենք մերժել ենք նրան, եթե մենք հեռացել ենք նրանից, եկեք ապաշխարենք, եկեք վերադառնանք, եկեք նրան աղաղակենք, եկեք նրա երեսը փնտրենք, որովհետև եթե մենք Տիրոջը թողնենք, նա մեզ կպատառոտի, նա մեզ կթողնի, նա կվերադառնա իր տեղը, նա կվերցնի իր ներկայությունը, նա կզրկի մեզ իր այցելությունից, բայց երբ ապաշխարենք, նա կդառնա դեպի մեզ, երբ մոտենանք Աստծուն, նա կմոտենա մեզ։ Ուրեմն, եթե դիմել ինչ-որ մեկին, ուրեմն Աստծուն, եթե գնալ ինչ-որ տեղ, ուրեմն Տիրոջ տունը, եթե որևէ մեկի առջև բացել մեր գանձերը, ուրեմն Տիրոջ առաջ, եթե
ինչ որ մեկին ընծայվել կամ զոհ մատուցել, ապա Աստծո զոհասեղանի վրա, որպեսզի նրա ձեռքը հասնի մեզ, որպեսզի նրա օգնությունը հասնի մեզ։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է։ Իմ օգնությունը սարերից չէ։ Իմ օգնությունը այդ սարերի վրա եղող, բարձրավանդակներում եղող կուռքերից չէ։ Այդ սարերի բարձր տեղերում եղող խնկարկումներից չէ։ Կռապաշտություններից չէ։ Իմ օգնությունը Տիրոջից է։ Իմ օգնությունը սարերի հետ կապ չունի, բարձրավանդակների հետ կապ չունի, անտառակների հետ կապ չունի, ամեն կանաչ ծառի հետ կապ չունի, արգասաբեր որևէ հողի հետ կապ չունի։ Իմ օգնությունը Տիրոջից է։ Նա չի թողնի, որ ոտքդ սահի, քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու եւ չի քնելու, Տերը քո պահապանն է, Տերը քո հովանին, քո աջ ձեռքի մոտ։ Ցերեկը, արեգակը քեզ չի զարկի եւ ոչ էլ լուսինը գիշերը։ Տերը պիտի պահի քեզ ամեն չարից, նա պիտի պահպանի քո անձը, Տերը պիտի պահպանի քո ել ու մուտը, այսուհետև մինչև հավիտյան։